Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ Առաջարկը կառավարության նիստում ներկայացրել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։ Այսօր Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց իմ ներկայացրած բանաձևին, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, եւ պատմական փաստերի վերաբերյալ իրական վեճեր չկան։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Հրեական կառավարությունը պաշտոնապես տեղեկացնելու է Քնեսետին եւ ձգտելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել օրենսդիր մարմնի լիագումար նիստի քվեարկությանը։ Խորհրդարանը դեռևս պետք է վավերացնի որոշումը։ Ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին կողմ էր արտահայտվել նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելը երկար ժամանակ խուսափել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասամբ նպատակ ունենալով պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը ժամանակին տարածաշրջանում Իսրայելի ռազմավարական գործընկերներից էր։ Այս քայլը դիտարկվում է որպես Թուրքիային ուղղված քաղաքական ըմբոստություն եւ երկու երկրների խորացող անհամաձայնության հստակ ազդակ։ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են Գազայի պատերազմի սկսվելուց հետո։ Էրդողանը Բիբիին մշտապես քննադատել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։ Հենց այս ֆոնին սուր արձագանքներ են հնչել Անկարայից։ Իսրայելի կառավարությունը, որը համակարգված հետապնդում է Պաղեստինցի ժողովրդին եւ Գազայի ժողովրդի ցեղասպանության համար դատապարտվում է միջազգային քրեական դատարանում, փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական դրդապատճառներով որոշում կայացնելով։ Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել վերջ դնելու Իսրայելի ծավալապաշտական եւ ապակայունացնող քաղաքականությանը տարածաշրջանում եւ պատասխանատվության ենթարկելու Նեթանյահուի կառավարությանը քաղաքացիական բնակչության, մասնավորապես պաղեստինյան ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար։ Իսրայելի Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքել է նաև Էրդողանի վարչակազմը։ Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես այսպես կոչված ցեղասպանություն սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը մերձավոր արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը եւ մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար։ Նրանք, ովքեր ցեղասպանության մեղադրանքով կանգնած են միջազգային դատարանի առաջ, ոչ մի իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ խղճի պահապանի դեր ստանձնել։ Թուրքիայի նախագահը քննադատելով Իսրայելի վարչապետին սիոնիզմը որակել է ցեղասպանական օկուպացիոն եւ էքսպանսիոնիստական գաղափարախոսություն։ Սիոնիզմ կոչվող ցեղասպանական օկուպացիոն ծավալապաշտական գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն ինձ, մեր կուսակցությանն ու մեր դաշինքին, այն սպառնում է բոլորին։ Երբ մենք պայքարում ենք սիոնիզմի դեմ, մենք դա չենք անում մեզ համար կամ անձնական պատճառներով, մենք դա անում ենք մեր ազգի գոյության համար։ Թեպետ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, այնուամենայնիվ դիվանագիտական տարաձայնություններ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես մտահոգություն է հայտնել Իսրայելին, նաև իր հավատարմությունը ցույց տալով մեծ եղբորը։ Պատմական փաստերի աղավաղումը եւ բարդ պատմական գործընթացներն իրավական ու գիտական հիմքերից կտրված քաղաքական որոշումների վերածելն անընդունելի է։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը եւ փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում հակասությունները, խանգարելով տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ ներդաշնակություն հաստատելու ջանքերին։ Իսրայելի կառավարությանը կոչ են անում վերանայել ընդունված որոշումը։ Իսրայելի որոշումը ոչ միայն պատմական ժեստ է, այլև Անկարա-Թել Ավիվ բաց առճակատման փուլի մեկնարկ, հայտնում է միջազգային մամուլը, հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի դեմ խաղաթուղթ է Իսրայելի ձեռքում։ Նույնիսկ 2024 թվականի աշնանը դիվանագիտական հարաբերությունների խզման ժամանակ Իսրայելը չէր անցել Թուրքիայի համար այդ կարմիր գիծը։ Իսրայելական I24 News հեռուստաալիքին տված հարցազրույցում ավագ թղթակից Օուեն Ալթերմանը պատմել է Երևան, մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին։ Մարմնովդ սարսուռ է անցնում, երբ մտածում ես այդ մասին, եւ երբ այցելում ես այդ վայրը որպես հրեա ու զուգահեռներ անցկացնում տեղի ունեցած այդ երկու իրադարձությունների միջև։ Հարցն այն է, թե ինչու մինչև օրս չի ճանաչվել։ Պատասխանը Թուրքիայի եւ Իսրայելի պատմական հարաբերությունների ավարտն է։ Այդ երկու երկրները դաշնակիցներ ու գործընկերներ էին մերձավոր արևելքում։ Ակնկալում ենք, որ որոշումը կընդունվի ճնշող մեծամասնությամբ։ Պատմականորեն Հայոց ցեղասպանության
ցեղասպանության ճանաչմանը Քնեսեթում աջակցել են ոչ միայն Իսրայելի աջերն, այլև ձախերը։ Իսրայելական մամուլը գրում է, տարիներ շարունակ Իսրայելը խուսափում էր ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց, վախենալով զայրացնել իր նախկին դաշնակից Թուրքիային։ Ակնկալվում է, որ որոշումը նաև կսրի Իսրայելի հարաբերությունները տարածաշրջանային կարևոր գործընկեր Ադրբեջանի հետ, որին Իսրայելը նախկինում զենք է մատակարարել Հայաստանի հետ հակամարտությունների ժամանակ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։